հայկական պետության գոյությունը հարգարժան երևույթ է այսօրվա Ֆրանսիան որ գալիս է որ բրիտանացիները դժգոհելով բայց ընդունում են մեր երկրի գոյությունը ճանաչում են ջանքեր են թափում ամերիկան որ հենց որ պարապամնում մարդահողարկում ստեղ չէ ընդ ինչ որ ինքը կռիվներ ունի Աղվանստան, բան, հենց ազատվում են ձեռքերը մարդահողում։ Նրանք հիշում են, որ մենք իրենց միացել օգնել ենք, մենք անվտանգություն ենք արտահանել, Անտանտային օգնել ենք, ու այսօր նույնպես վերադառնանք Լավրովին, Լավրովը դեռևս Բրեստ-Լիտովսկի մամլիչի տակ է, ինքը Բրեստ-Լիտովսկն է բերել, նա դա է բերում, ասում է հանձնվեք մենք այսինքն ինքը նորից Թուրքիայի դաշնակիցն է, ինքը մեր դաշնակիցը չի։ Այդ դա է խնդիրը։ Ճիշտ այնպես ինչպես Սարդարապետի օրը, այդպես էլ այսօր Լավրովն եկավ մեզ ասեց մեր վրա հույս չդնեք։ Ինքը գիտեր, որ մենք հայ ենք, խելացի ենք։ Ինքը դրա մասին չասեց։ Ասեց, որ բանա, մենք այնտեղ գործեր ունենք, կռիվներ ունենք, դուք չեք գալիս։ Դուք ինչ որ ստեղ սիրավեպ ունեք եվրոպացիների հետ, Անտանտայի հետ, բայց մենք մատների արանքից ենք։ Ինքը մեզ ասեց մեր վրա հույս չդնեք, այ ես դա եմ ասում։ Իսկ մյուսները որ գալիս են ասում են մեր վրա հույս դրեք, բայց ընդառաջ եկեք մեզ ազնվականների մասին երկու բառ ասեմ։ Այս մեր հաղորդումը, ձեր հաղորդումը եւ նրանք ովքեր որ այս մեկ ստեղ սխալ բաներ անում եմ, ստեղ դրա համար ներողություն։ Զանգերի կոպիտ եմ պատասխանում, մեկ կներեք։ Տականում եմ, ոչինչ, համել տարեցեմ։ Ուրեմն բարոյական օրինակելի ով կարող է լինել միապետը։ Գուցե ժամանակն է, ես ձեզ ասեմ որպես գաղտնիք անունները չեմ կարող ասել, իմ ազգանունը ոմանց թյուրիմացության մեջ է գցում, կարծում են թե ես Արշակունի եմ, չէ, ես մաքուր հայ եմ, ես Արշակունի չեմ։ Կան հիմա մի 3 ուղղությամբ շարժվող արքայական տոհմերը ներկայացնող ուժեր կան, որ ընդհանրապես հարցը բարձրացնում են Հայաստանի կարգավիճակի հարցը, ազնվականների միություններ կան, նրանք հիմա այս դրանից մտահոգված են, ասում են, գուցե պետք է, որ Հայաստանում լինի միապետ, տեսեք ինչ է հետաքրքիր, մենք պալատականներ ունենք, բայց պալատ չունենք, այսինքն Ռուսաստանի ազնվականները Ռուսական իմպերիայի ազնվականները, Իրանի էթնիկայ, Իրանի ազնվականները, եվրոպական պետությունների ազնվականները, նրանք կան, նույնիսկ թագաժառանգ ունենք մենք եւ Ռոմանովների ճյուղից, բա ցարը հայտարարել է նաեւ ցար Արմենի, չէ, բա ինքը ցարն էր, այդ համար եմ ասում, այդ Արմյանսկայա օբլաստը դարձավ Երևանսկայա, որտեղ ասում դենա ես ցարն եմ էլի Հայաստանը, էլ ինչ Հայաստանի ցար մի հատ էլ վասալ, ասում ենք թող վասալ լինի, բայց առաջի քարտուղարը թող ցար լինի, էլի մեր մոտ էլ թագավոր լինի։ Այն նրանք հայտ են ներկայացնում Հայաստանի համար։ Ռոմանովները ասում են, եթե դե հանկարծ ձեր մոտ թագավորի կարիք զգացվի, մեր Ռոմանովներից մեկին կարող ենք ուղարկել Սավոյի ընտանիքը իշխանը Լուսինյանները, այսինքն կան, ես ուզում եմ ասել, որ գուցե ժամանակն են, մեր Վահագ Խաչատուրյանը, դե նա ոնց որ թե ոչ մի անգամ ես վաղուց ճանաչում եմ, անձնական մտերմություն չունենք, բայց պատգամաբան, գուցե ինքը հրավիրի հայ ազնվականներին, արիստոկրատներին հրավիրի վարք ու բարքի խնդիր ենք լուծում, չէ, վարք ու բարքի օրինակելի մարդիկ կան, թե չէ, գուցե ինքը հրավիրի այդ բոլորին, բա փող ենք տալիս, չէ, մենք Վահագին տալիս ենք, չէ, Ռոջիկստանում է, աշխատակազմ ունի, պալատ ունի, լույսի փողը, պարկետը, մաստիկաբան քսում են, չէ, դրանց հավաքարար ունեն, սանտեխնիկ։ Լավրովի այցին որ դե հետաքրքիր առաջարկի կանում իհարկե, բայց որքանով իրատեսական բարձ չէ։ Վահագը թող պատասխանի, թող հրավիրի, կամ մենք այսպես պետք է պատեհապաշտության այսօր հայհոյանքը ես ձեր հարցին չգիտեմ, մենք եթերում դա ասեցինք, թե նախորդ ենք քննարկում, որ բայց այդ ինչ հավաք է գնում, այդ էլեկտորատին է հասցեագրված, այդ էլեկտորատը թող մենք իմանանք, որ միայն այդ էլեկտորատը չի Հայաստանում կան նաև այլ ձգտումներ ունեցող, օրինակ
մեզ մի անգամ հարցրեցին, հայերը ուզում են պետություն ունենալ թե չէ։ Սարդարապետից հետո 70 տարի ոչնչացրեցին այդ զանգված ասենք, այդ խավը ոչնչացավ 70 տարում։ Սովետական միությունում ոչ միայն մերը, այլև ռուսականը, ուկրաինական, ղազախական ընտրանին, ազգային ընտրանին, քաղաքական ընտրանին ոչնչացվեց, մնացին այդ պարտկոմները։ Հայ տերտերին պարտկոմի կարգավիճակ տան Նիկոլա բանի Զամպալիտի ինքը այդպես է կարծում է թե Զամպալիտին կարող է փոխել Զամպալիտը լավ չի պահում իրեն դա ինձ հենց այն ուրեմն մենք հիմա հարցրեցին մեզ 91 թվականի սեպտեմբերին ու չգիտեն ոչ ոք չգիտեր հայերը ուզում են ինքնիշխանություն անկախություն ժողովրդավարություն մենք ինչ պատասխանեցինք 99% ասեց ուզում ենք անկախ պետություն ունենալ մի անգամ հարցրեցին մի անգամ էլ Տիգրան Խզմալյանը նախաձեռնեց ասեց հələ մի հատ հարցնենք մենք Եվրոպա ենք ուզում թե Ասիա մենք հիմա ինչ ենք ուզում եւ 50,000 ստորագրության կարիք կար 60,000 էլի կային էլի մարդիկ ասում են մենք էլ ստորագրենք մենք էլ ենք ուզում Եվրոպա հարցրել են հիմա մենք հարցնում ենք հայերը ուզում են օրինակելի ազնվազար օրինակելի չգիտեմ ինչ ասեմ օրինակելի մարդիկ որ մենք նրանց լեզվով խոսենք նրանց նիստուկացը նմանվենք նրանց այս ասում եմ միապետն է հրավիրը թող Վագը իր գործի անունն ինչ է թող հրավիրի ու մեզ ասի որ գիտեք հրավիրեցի չեկան ես կարծում եմ որ հենց ինքը եկավ ասեց որ մենք այստեղից չենք գնացել ու չենք գնալու ժամանակավորապես բացակայում ենք հարգելի պատճառով ենք մենք բացակայում Լավրովը դա ասեց յուրայիններին եւ մեզ ու դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ասեց որ մենք այսօր ձեզ հետ ենք վաղը ուրիշի հետ դա շատ հետաքրքիր էր հենց հաջորդ օրն էր չէ թե դրա նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը ասեց որ մենք բալանսի ենք բերում մի օր ձեզ հետ ենք մի օր Ուկրաինայի մի օր ձեր կողմից ենք կռվում մի օր սորը Ուկրաինայի կողմից ձեր վրա կկրակենք այսինքն մենք պնդեցինք օրինակ հայոց լեզվով բայց մի անգամ չասենք Հայաստանի Հանրապետություն հայոց հայկական հայոց մենք հայոց ենք այո մենք չենք կարող Կոմիտասի երկերը այն արևմտյան Հայաստանում են հիմա ինչ ենք անելու ուրանանք Կոմիտասին ոնց ենք անելու այդ հայոցը ոնց ենք ջնջելու այդ որ պահանջներ չունենք պահանջատեր չենք բա մշակույթը բա մեր անցյալ բա մեր ծագումը հո բոլորս Ենուք Հավանում չենք ծնվել կամ Դիլիջանում բա մենք անցյալ ունենք մենք հիշում ենք մեր անցյալը տեսնեք ինչ հետաքրքիր այ մեզ ես ինչի ասեցի անտանտան մենք մենակ չենք մենք պետք է դա իմանանք ու տեսեք մենք դաշնակիցն ենք հաղթող ուժերի մենք հաղթել ենք առաջի համաշխարհային պատերազմում ես հարմար առիթով ասում եմ Լավրովներին որ մենք հենց հայկական դիվիզիա անունով մտել ենք Բերլին առաջի համաշխարհային պատերազմում մտանք Ստամբուլ իդեմս բրիտանական նավատորմի որտեղ մենք Բրիտանիայի դաշնակիցն ենք մենք մտանք Ստամբուլ մենք մտանք Բերլին հիմա թող հերթ կանգնեն Անկարան ու Բաքուն այ ես դա եմ ասում հայոց նշանակում է մենք մտել ենք Ստամբուլ մեր դաշնակիցն է մտել մենք այստեղ Սարդարապետն ենք փակել նա Ստամբուլ է մտել մենք մտել ենք Բերլին այ դա հայոց է նշանակում